Ես հիշում եմ տանս կողքին կար այս փողոցը և հիշում եմ կարծել է, որ այս դեպրեսիան եթե չանցնի, ես կարող է ինքնասպան լինել և ուղղակի այդ փողոցի վրայից ցած նետել և ամեն ինչ կվերջանար։ Իմ պատմությունը սկսում է 2006 թվականին։ Եղբորս հետ հանցավոր կյանք վարելուց և օգտագործելուց հետո ես չէի հավանում այն մարդով, որ դառել էի, և ես կարծում էի, որ կար ետդարձի ճանապարհ։ Ես հիշում եմ, ես ու եղբայրս ապրում էինք նկուղում և 48 ժամ չօգտագործելուց հետո ցանկությունը և պահանջը մեզ սպանում էր։ Ես հիշում եմ մեր դիլերներից մեկը մեզ ասաց, որ եթե մենք ջինս կողանանք, կարող ենք մեքսիկական մաֆիայի հետ փոխանակել հերոինի համար, և ես վախեցած էի, ես ավելի շատ վախեցած էի եղբորս կյանքի համար, քան իմ սեփական պայքարի։ Դու հիմնականում մենակ չես այդ հարցում, և հիմնականում դու շատ ընկերների հետ ես, և ընթացքում դու կորցնում ես մեկ ընկեր, երկու ընկեր։ Իմ ցածրագույն կետը վախն էր։ Մի օր մենք հետ եկանք տուն և չգիտեմ ինչ էր կատարվում, բայց մենք ընտանիքով նստացինք և նրանք ասացին, որ նրանք ուզում են խոսել մեր խնդրի մասին և նրանք սկսեցին խոսել և ասացին, որ ուզում են, որ մենք վերջացնենք։ Ես հիշում եմ ստերս և նա այնինչ ինձ խոսեց, իմ կրտսեր եղբայրը ասաց, որ ով որ չէր հասկանում ընդհանրապես ինչ-որ բան, նա ասաց, որ նա ուղղակի իր եղբորն է հետ ուզում։ Դա իմ համար ետդարձի սկիզբն էր։ Ես հիշում եմ նստած էի վերականգնողական կլինիկայում և ես հիշում եմ, որ տեսնում էի մարդկանց, ովքեր ունեին որոշ չափ սթափություն և նրանք ուրախ էին, բայց ես ուրախ չէի։ Ես ունեի շատ ամոթ և ես զգում էի, որ ես չունեմ իրավունք Աստծո սիրո և երբ նրանք սկսեցին խոսել երկրորդ քայլի մասին, որ իմ հոգևոր առողջությունը կարող է վերականգնվել, դա հիանալի էր ինձ համար։ Ես պետք է իմանայի և հստակ պետք է իմանայի, կարող է ես ներվել, որտև ես վստահ եմ, որ ես չէի ստանա պատասխան։ Որ արդյոք կար հույս, թե չկար։ Եվ այդ գիշեր ես իջած ընկի, ես չկարողացա ինչ-որ բան ասել։ Ես ոչ մի բառ չէի կարող արտաբերել, և ես ունեի դες շատ ուժեղ սիրո զգացողությունը, և այդ զգացողությունը տևեց երկար, կարծես 10 րոպե։ Ես այդտեղ նստած էի ու զգում էի այս ուժը, այս խաղաղությունը, որ չէի զգացել կյանքումս, և դա սկիզբն էր իմ վերականգնման, և դա այն բանն էր, որ ես հասկացա, որ նա այստեղ է։